Տիկին Ադամյան, Փարաքարում տեղի ունեցած սպանությունը համայնքապետի որակվում է քաղաքական։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք հնարավոր է ընտրություններին ընդառաջ, ինչպես օրինակ ընդդիմադիր շատ գործիչներ են նշում, իշխանությունը փորձի մեսիջ հղել։ Գիտեք, ես շատ ցավում եմ նախ Փարաքարում սպանվածներին, ցավակցում եմ նրանց հարազատներին, բայց նաև ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են անգամ մարդու մահվան վրա քաղաքական դիվիդենդներ աշխատել անբարև, որովհետև դեռ հանցագործության առաջին իսկ պահից խոսվում էր այն վարկածի մասին, որը հիմա արդեն իսկ գրեթե հաստատվում է, ելնելով այն փաստից, որ արդեն կա կասկածյալ։ Պես որ այդտեղ քաղաքական ինչ-որ խնդիրներ դնել, հնարել, գտնել, չգիտեմ, անբարո է, պարզապես անբարո է, չի կարելի ողբերգության վրա, սպանության ողբերգության վրա քաղաքականություն կառուցել։ Ինչու են օրինակ հիշում նրա մի քանի ամիս առաջ հաղթանակը եւ կապում այս դեպքի հետ։ Չեմ կարող ասել, բայց կարող եմ հաստատ ասել, որ այդ մարդիկ, ովքեր դա անում են, պարզապես ամեն ինչ են պատրաստ կապել իրար, միայն թե ապացուցեն, որ այս իշխանությունը պիտի հեռանա։ Ամեն ինչ, ամենաանհավանական բաները։ Դա իրենց գեր խնդիրն է եղել 2021-ի արտահերթ ընտրություններից հետո առ այսօր մնում է իրենց գեր խնդիրը։ Կարծում եմ երեք նաև խորհրդարանական լսումներում իրենք դա ապացուցեցին։ Նաև ապացուցեցին իրենց անզորություն։ Այդեպ ինչու չէիք ձեր ուժը չէր մասնակցում, օրինակ հանրապետականներն ասում են, որ Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը հակապետական է իր գործունեությունն։ Թող ասի, մենք ինչ գնանք Սերժ Սարգսյանին ասենք ինչ ես ասում։ Գիտեք, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է իր ռազմավարությունը ու մարտավարությունը որոշարկում։ Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ 2021-ից առ այսօր ինքը այդ ասելով որևէ քաղաքական հաջողության հասել է, թող շարունակի պնդել։ Իր ռազմավարությունն ու իր մարտավարությունը այդպիսին է։ Դուք ինչ եք կարծում, նրանք կհասնեն հաջողության։ Նայած հաջողություն հասել ինչ նկատի գործում։ Իհարկե ոչ։ Եթե հասնելու որևէ տարբերակ լիներ, կարծում եմ հասած կլինեին։ Պարզթվաբանական հաշվարկներին ապավինենք։ Ինչպես են իրենց ձայներով հասնելու 54 ձայն ինչպես են հավաքելու։ Եվ դուք կարծում եք, որ ԿՊ-ից գտնվելու են մարդիկ, որ միանան նրանց, գիտեք, դա Հովիկ Աղազարյանի մանկության երևի այսպես երազանքների, մանկության չասենք, բայց վերջին շրջանի երազանքների մեջ է։ Ընդհանրապես ոչ ավելին։ Գուցե նաև դաշնակցության որոշ անդամների, գուցե պատիվ ունի որոշ անդամների, բայց իրենցից յուրաքանչյուրն էլ առավել քան հստակ գիտի, որ դա մի խնդիր է, որոնք իրենք գործող խորհրդարանում լուծել չեն կարող։ Այդ պարագայում առաջանում է տրամաբանական հարց, իսկ ինչով են զբաղված։ Ինչի համար են այս զարգացումները, դա էլի թերևս կա պատասխան ու առավել քան տրամաբանական, առավել քան հստակ, նախ միմյանց մինչև են փորձում գտնել ով է առաջինը, եւ հետո եթե դու ոչինչ չունես ուրիշ անելու, դու զբաղվում ես հենց այդպիսի գործերով։ Մարդիկ ասելիք ու անելիք չունեն։ Ընդհանրապես այդ կարգի ընդդիմությունը քաղաքական դաշտում մնալու միայն մեկ տարբերակ ունի։ Անverջ խրվել անցյալում եւ անverջ այսօր բերել անցյալը, որովհետեւ այսօր իրենք ու առավելևս վաղվա մասին իրենք ասելիք չունեն։ Դա եւ իրենց ախտորոշումն է եւ իրենց դատավճիռն է։ Բայց իրենք մի շարք խնդիրներ են վերհանում, նշում են պատիվ ունի 8 էջից բաղկացած մի նախագիծ է հեղինակել, որտեղ թվարկում է, որ
Խալխլված է ազգային անվտանգության համակարգը, ադրբեջանական ներխուժումների պայմաններում 48 էջ թող լինի, ինչ տարբերակ են առաջարկում այդ ամեն ինչը կասեցնելու եւ իրավիճակը Նախ ասում են հարություն աշճանով շրջելու բացի հայրենասեր որ գործ գործող ղեկավար իշխանությունը պիտի հեռանա։ Բացի դրանից ուրիշ ինչ տարբերակ նախ են հայրենասեր ղեկավար է իրենք ասում են որ մեզ Հայաստանը սիրող ղեկավար է պետք Որն է հայրենասիրության չափանիշը։ Դուք հայրենասեր եք։ Իրենք թվարկում են որ ադրբեջանական ներխուժումների պայմաններում Հայաստանի տարածքային ամբողջականության լրջագույն սպառնալիքի տակ է, ձախողված է դիվանագիտության հետևանքով կորսված ու հայաթափված է Արցախը, հայ գեյներ շարունակում են մնալ Բաքվի բանդերում, տապալվել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այլախոհները հայտնվում են բանտերում եւ ծաղկում է կոռուպցիա եւ հովանավորչություն, այսինքն եթե նրանք այս խնդիրները վեր են հանում, ուրեմն վեր են հանում, լուծումներ նրանց ծրագիրը մեկը, որ այս ամեն ինչը մերժում է։ Լուծումներ առաջարկում են։ Լուծումներ, բարձ։ Այո, իշխանապողություն։ Իսկ հետո իշխանապողություն եղավ հետո։ Ինչ են անելու։ Այ ձեր այդ թվարկածները հերթով, հիմա եթե ես փորձեմ վերջից առաջ գալ։ Դե երևի այնց են անելու, որ երևի ամբողջ հարցը դա է, երևի։ Իսկ գուցե ոչ, Արցախում էլի հայեր ապրեն, գերիները Բաքվի բանտից եկան, ադրբեջանցիք դուրս շպրտվել մեր տարածքից։ Արցախում ինչպես են հայեր ապրելու։ Ընդունելու են ադրբեջանի քաղաքացիություն, ծառայելու են ադրբեջանի բանակում։ Ինչպես են Արցախում հայեր ապրելու, ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը, եթե մնացած խնդիրները չասեմ։ Կա տարբերակը, առաջադրված տարբերակը կա։ Ոչ հարց հենց դա է։ Երեք բոլորս էլ կարող ենք այդ լավագույն մտադրությունների շարանը ոչ միայն 666 600 էջ շարադրել, հետո ինչ, մեխանիզմ տվեք, ժամանակացույց տվեք, մեխանիզմ և ժամանակացույց, ինչը երբ ոնց է կանելու, հետո կսկսենք խոսել, հետո կսկսենք քննարկել, ես ասում եմ սպառվել է նրան ժամանակը, լավագույն մտադրությունների այդ շարանը այս կամ այն կերպ բոլորս ունենք, բայց ի տարբերություն իրենց մենք ունենք հստակ մեխանիզմները մեր լավագույն մտադրություններին հասնելու։ Իսկ մեր լավագույն մտադրությունները անցյալում չեն։ Դուք կարծում եք մեր լավագույն մտադրությունները վերաբերում են այսօրվան կոնկրետ այսօրվան եւ վաղվան։ Դուք կարծում եք, որ ազնիվ չի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների մղումները։ Ոչ։ Ազնիվ չի։ Ինչու եք կարծում, որ իրանք ձեզանից կամ ձեր կուսակցությունից պակաս են մտածում Հայաստանի մասին, պակաս են մտահոգված։ Ելնելով իրենց անցած ճանապարհից եւ ելնելով այն քաղաքականությունից, որ իրենք այսօր են վարում։ Իրենք ազնիվ չեն ոչ միայն իրար հետ, այլև Հայաստանի քաղաքացու հետ։ Սա է խնդիրը։ Գուցե անկեղծ են, բայց ազնիվ չեն։ Որովհետև ես չեմ կարող ազնիվ անվանել այն մտադրությունը, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է վիճարկվում, թե պետք իրենք հիմա սկսել են ավելի բարձր խոսել նույն այդ ինքնիշխանությունից։ Այստեղ է պարադոքսը, մարդիկ հրաշալի կարողանում են կերպափոխվել, հրաշալի կարողանում են ստել։ Հիմա Հայաստան խմբակցության միանալ այս գործընթացին չի փոխելու տեմպերը։ Եթե Հայաստան խմբակցության մեկ պատգամավորի ինչ-որ հրաշքով հաշվես 3 պատգամավոր, գուցե այդ պարագայում թիվ փոխվի։ Հարցը տեմպը չէ, հարցը թիվն է, հարցը պարզ թվաբանությունն է։ Դուք դեմ եք իշխանափոխությանը։ Ինչ իմաստ ունի իշխանափոխությունը, Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ ժողովրդավարական երկրում իշխանափոխությունը լինում է ընտրությունների միջոցով, ոչ թե հեղաշրջումների։
ոչ թե իմպիչմենտների եւ այլն եւ այլն։ Կլինի ընտրություններ։ Եթե քաշվենք միասին, կվախեցնեն ժողովրդին քաշվենք միասին, Սերժ ինչքան է Սարգսյանը, մնացել, մինչև քանի ամիս է մնացել, մինչև ընտրություն։ Նույն այդ ուժերը թող իրենց ներուժը դնեն ընտրություններում հաղթանակի վրա։ Եվ գնան հասնեն իրենց բաղձալի երազանքին, ինչի մասին է խոսքը։ Եթե իհարկե ստանան ժողովրդի քվեն։ Ով ում ինչով պիտի վախեցնի, գիտեք, այդ վախեցնելու ժամանակները ես կարծում եմ անցել են։ Իշխանությունը ժողովրդին վախեցնում է Քոչարյանով։ Իսկ դուք ձեզ հարցրել եք կամ իշխանությունը, չգիտեմ, ինչու է Քոչարյանը այդքան վախենալու։ Ինչու է հնարավոր ինչ-որ մեկին Քոչարյանով վախեցնել, Քոչարյանի վերադարձով վախեցնել։ Ինչու։ Ես չգիտեմ, դուք եք ասում վախեցնելու են Քոչարյանով, ես էլ ասում եմ, իսկ ինչու է Քոչարյանն այդքան սարսափազդու։ Ունեք դուք այդ հարցի պատասխանը։ Ես անձամբ չեմ վախենում Ռոբերտ Քոչարյանից, ոչ էլ հանրապետությունում որևէ մեկն է Ռոբերտ Քոչարյանից վախենում։ Բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը վերադարձի իրավունք չունի, որովհետև նաև այն վիճակի համար, որում Հայաստանը հայտնվեց 2020-ին, Ռոբերտ Քոչարյանն ունի իր անգնահատելի ներդրումը, անգնահատելի։ Եվ Ռոբերտ Քոչարյանը ի թիվս բազում, չգիտեմ, մեղադրանքների նաև այդ կարգի հարցերի պիտի Պարզապես 2 տարի ես գլխից 10 տարի էլ են կողմից 12 տարի Քոչարյանի իշխանության չէ։ 12 տարի Քոչարյանի իշխանության չի, բայց Քոչարյանի իշխանությունը եղել 21-րդ դարի սկզբին 98-ից 2008 մինչև 2008 եւ այդ ժամանակն էր, երբ թե տարածաշրջանում, թե աշխարհում իրավիճակ էր փոխվում։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, ով, բայց Ռոբերտ Քոչարյանը կարող էր դա պարտավոր էր դա նկատել։ Պարտավոր էր հասկանալ, որ Ռուսաստանը տարածաշրջանում քաղաքականություն է փոխում, որ այն խոստացված ստատուս քվոն, որը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ամեն ինչ հանձնվում է Ռուսաստանին, ուղղվելու է Հայաստանի դեմ։ Դա Ռոբերտ Քոչարյանը պետք է հասկանար, լինելով պետության ղեկավար։ Եթե նայենք իր վարած քաղաքականությանը, աշխարհում կար միայն մեկ երկիր՝ Ռուսաստանը։ Ռուսաստանի հետ էին տնտեսական կապերը, Ռուսաստանի հետ էին քաղաքական կապերը, Ռուսաստանի հետ էր էներգետիկ անվտանգության հարցը լուծվում, մենաշնորհներ Հայաստանում Ռուսաստանը ստացավ Ռոբերտ Քոչարյանի տասնամյակում։ Եվ Սկսած գազից վերջացրած երկաթուղով։ Բան է փոխվել հիմա։ Դա ամբողջ խնդիրը հենց դա է։ Գիտե, արևմտամետների համար էլ սառը ցնցուղի էֆեկտ պետք է ունենար Փաշինյան-Պուտին վերջին խոսակցությունը ատոմակայանի կառուցման։ Գիտեք, մենք արդեն այնքան ենք կոփվել։ Մենք ոչ սառը, ոչ տակ ցնցուղներից չենք վախենում։ Ես բացարձակապես վստահ չեմ, որ վերջին մոսկովյան այցի հետևանքը լինելու է այն, որ նոր ատոմակայանը Հայաստանում կառուցի Ռուսաստանը։ Խնդիրը վերաբերել է Մեծամորի այգի մինչև 36 թվականի շահագործմանը, եւ դա նորություն չի։ Ռուսների հետ այդ բանակցությունները միշտ են վարվել եւ տրամաբանական է նաեւ, որ այս մինչև 36 թվականը ռուսները Մեծամորի շահագործումը, Մեծամորի անվտանգության ապահովումը իրենց պարտականությունը եւ իրենց, այսպես ասած, իրավունքը մնա։ Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ երկրորդ ատոմակայան Հայաստանում կառուցելու են ռուսները։ Ամենայն դեպս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ որոշումը Երևանում կընդունվի։ Գիտեք, այստեղ կան մասնագիտական հարցեր, որքանով է, ասենք, Հայաստանի Հանրապետությունում գործող համակարգը համապատասխանում, որ կարգի ատոմակայանին
Այդ գործող ատոմակայաններին, մոդուլային Կներեք, Տիկին ատոմակայաններին։ Ադամյան, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին ասում է, շեշտելով ասում է, դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտ համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնությունն եւ աշխատում ենք ատոմակայանի գործունեության ժամկետի միջև 36 թվականը երկարաձգելու նպատակով, բայց միաժամանակ հավելում է. մենք այժմ աշխատում ենք եւ փնտրում Հայաստանի համար նախագծեր փոքր մոդուլային ատոմային հնարավորությունների եւ իհարկե այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի հետ։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք Ռուսատոմ կորպորացիայի հետ։ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին ասում է, որ մենք մոդուլային Մենք դրանից կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը ասեց, եկեք մոդուլայինը դուք էստեղ կառուցեք։ բայց նաեւ չի բացառում նաեւ Նիկոլ Փաշինյանի բaragայում ոչինչ ոչ կարող ես բացառել, ոչ կարող ես հաստատ ասել։ այդքան անկայուն է Հայաստանի վարչապետ։ Հայաստանի վարչապետը այդքան անկայուն չի, Հայաստանի վարչապետի հավասարակշիռը հենց դա է։ Անհավասարակշիռ է։ Վարած հավասարակշիռ քաղաքականություն, եկեք բառախաղերի մեջ ինձ մի փորձ։ Ես զուտ հարց եմ տալիս։ Կամլից։ Այո, դուք զուտ հարց եք տալիս, եկեք այդ հարցը սպառենք։ Որևէ մեկի համար գաղտնիք չի, որ Նիկոլ Փաշինյանը դավանում է ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրը, դավանում է հավասարակշիռ արտաքին քաղաքականության։ Եվ ես կարծում եմ նաև որևէ մեկի համար գաղտնիք չի, որ Հանրապետություն կուսակցությունը բազմիցս քննադատել է այդ հավասարակշիռը։ Եկեք Նիկոլ Փաշինյանին մի վայրկյան հանգիստ տանք եւ շարունակեմ։ Տեսեք, այդ հավասարակշիռ քաղաքականությունը ի վերջո Հայաստանի Հանրապետության համար ոչ թե ապահովում է անվտանգություն, այլ ստեղծում է լրացուցիչ վտանգներ, որովհետև դու չես կարող հավասարակշիռ քաղաքականություն վարել այն բaragայում, երբ Ռուսաստանը քո երկրում տնտեսական մոնոպոլիաներ ունի, քանի դեռ դու այդ մոնոպոլիաները չես նվազեցրել կամ վերացրել որևէ հավասարակշռման մասին, խոսք լինել չի կարող տնտեսության առումով, արտաքին քաղաքականության առումով եւս դու չես կարող որևէ հավասարակշիռ քաղաքականություն վարել այն բaragայում, երբ այն բևեռները, որոնց դու փորձում ես, այսպես ասած, այդ բևեռների մեջ հավասարակշռություն ստեղծել, միմյանց հետ հակամարտում են։ Վերջ առաջ նրանցից մեկն ու մեկը քո առաջ ընտրության խնդիր է դնելու։ Կա նաև երրորդ եւ ամենավտանգավոր տարբերակը։ Եթե հանկարծ, որը ես իհարկե բացառում եմ, Հայաստանի դեմ որևէ պետություն պատերազմ սկսի, այդ քո հավասարակշիռի հետևանքով բևեռներից որևէ մեկը չի գալու եւ քո կողքին չի կանգնելու։ Սա է խնդիրը։ Հանրապետություն կուսակցությունը անընդմեջ, պարբերաբար շեշտում է Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ 1 երաշխավոր ունենալով Հայաստանի ազգային բանակին մենք պարտավոր ենք ստեղծել անվտանգության համակարգ։ Իսկ այդ համակարգը միայն բանակը չի։ Այդ համակարգի մեջ մտնում է արտաքին քաղաքականությունը, այդ համակարգի մեջ մտնում է տնտեսությունը, այդ համակարգի մեջ մտնում է ժողովրդագրական անվտանգությունը։ Մենք հիմա օրինակ նախապատրաստում ենք նախագիծ բանակի վերաբերյալ, բանակի անվտանգության համակարգի ձևավորման վերաբերյալ, ինչպիսին պիտի լինի Հայաստանի Հանրապետության բանակում կատարվող վերափոխումների արդյունքը, մենք ինչ բանակ ենք ուզում ստանալ, որ բանակը տարածաշրջանում պակաս բյուջեով բանակ է ուզում Հայաստանը։ Գիտեք, այստեղ թվերը չեն գլխավորը, այստեղ կառուցվածքն է գլխավորը։ Մենք ինչու 2020-ի պատերազմում պարտվեցինք, որովհետև մենք երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած բանակի ռազմավարության մարտավարությունը որդեգրած ունենալով իբրև դոկտրին, պայքարում էինք ՆԱՏՕ-ի ռազմավարություն ու մարտավարություն ունեցող բանակների դեմ։ Մենք կռվում էինք խրամատներում, նրանք օդից էին մեզ հանդարտում։ Ատոմակայանի թեմայից չենք շեղվում, գիտեք, թե ինչ ատոմակայան Հայաստանի Հանրապետությունում կկառուցվի, Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիր է։ Հանրապետություն կուսակցությունը այս քննարկումների առաջին իսկ օրից ասել է, որ
երկրորդ ատոմակայան Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնությունը չպետք է Բայց կառուցել։ Հայաստանի վարչապետը գնացել ասում է մեզ պետք են մոդուլային ատոմականներ եւ մենք դիտարկում Նույն այդ Հայաստանի Հանրապետության շատ ակտիվ իշխանությունները երկխոսություն ունենք Ռուսաստանի հետ մարդիկ շատ ակտիվ Մարդիկ շատ ակտիվ երկխոսել են Ֆրանսիայի հետ, մարդիկ շատ ակտիվ երկխոսել են Կորեայի հետ, մարդիկ շատ ակտիվ, առավել քան ակտիվ երկխոսել են նաև հուշագիր են կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եվ այդ հուշագիրը կնքելուց հետո Հիմա ես ուզում եմ հասկանալ, մենք ինչ է հիմք ընդունենք։ Ես կարծում եմ, որ հիմք պետք է ընդունվի պետության շահը։ Իսկ պետության շահը թելադրում է, որ էներգետիկ անվտանգությունը նաև ռազմական անվտանգությունը իրենից ենթադրում եւ Ռուսաստանը չպետք է լինի այն պետությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կառուցի երկրորդ ΑΕΚ։ Դա կարող է լինել կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան։ Ուրիշ որևէ հայտարարություններով ձեզ հակառակն է ապացուցում։ Գիտեք, այնպես չի, որ մենք Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները ընդունում ենք այսպես ի կատարումը։ Մենք մեր կուսակցությունն ունենք Նիկոլ Փաշինյանը, իր կուսակցությունն ունի եւ բացարձակապես ես ոչ Նիկոլ Փաշինյանի դատապաշտպանն եմ, ոչ էլ նրան մեղադրողը։ Ինքն է պետության ղեկավարը, ինքն է վարում այդ քաղաքականությունը եւ այդ քաղաքականության պատասխանատվությունն էլ ինքն է կրում։ Ճիշտ քաղաքականություն է վարում 2026-ին ժողովուրդը դա կգնահատի։ Սխալ քաղաքականություն է վարում, կարծում եմ նույնպես կգնահատի։ Դուք բյուջեի կրճատումը խնդրարույց չեք համարում։ Մենք պրոֆեսիոնալ բանակի կողմնակից ենք։ Պրոֆեսիոնալ բանակի կողմնակից։ Քիչ փողով հնարավոր է Եվ մենք կարծում ենք, որ հնարավոր է Հայաստանի Հանրապետության ռազմական ներուժը այնպես անել, որ դիմակայի Ադրբեջանի բանակի ռազմական ներուժին։ Տեսեք, Ադրբեջանի թվականակը, ժողովրդագրական պատկերը, բանակի զուտ զինվորների թիվը եւ Հայաստանի Հանրապետության բանակի զինվորների թիվը։ Այստեղ կան վիթխարի խնդիրներ, որոնք մեր A5 ծրագրում են գրկված եւ որոշ ժամանակ անց մենք նաեւ այդ ծրագիրը կներկայացնենք։ Այստեղ այդ բոլոր հարցերի ձերը հիմա բարձրացած թե անվտանգության, թե բյուջեի կրճատումների կամ բյուջեի հավելումների բոլոր հարցերը իրենց պատասխանը կստանան։ Հիմա բայց ընկալելի է այս փուլում 101 միլիարդ դրամով բանակի բյուջեն կրճատելը Տիկին Ադամյան։ Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ այդ թվերը վերջնական հաստատում կունենան միայն խորհրդարանում եւ հիմա ինչ թվեր են հնչել։ Չկասկածեք, որ կառավարությունից մի բան Հիմա ինչ թվեր են հնչել, այնուամենայնիվ մենք իրավունք ունենք այդ թվերին թերահավատորեն վերաբերվելու, քանի դեռ բյուջեի մասին օրենքը չի ընդունվել։ Սա կա։ Ես չեմ կարող ասել, թե ինչ նկատառումներից ելնելով է Նիկոլ Փաշինյանը որոշել գնալ նման կրճատումների։ Խաղաղությունը չի կարող լինել երաշխիք։ Ես վստահ եմ, որ բանակին հատկացվող գումարները չեն կրճատվելու։ Ես դա վստահ եմ, որովհետև այն փոփոխությունները, որ կատարվում են բանակում, չեն կարող կրճատում չեն ընդունում։ Պիտի այդ փոփոխությունները շարունակվեն։ Դա կարծում եմ հասկանալի է։ Հասկանալի է նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում բանակը պետք է նշանակի նաև ռազմական արդյունաբերություն։ Իսկ այդ արդյունաբերությանը հատկացվող գումարները նույնպես չեն կարող կրճատվել։ Գիտեք, դուք ասում եք խաղաղություն, իսկ ես ասում եմ, որ խաղաղության որևէ համաձայնագիր նախաստորագրված թե հետստորագրված չի կարող լինել խաղաղության երաշխիք։ Աշխարհում բազում նման օրինակներ կան, որ այդ համաձայնագրերը ստորագրվում են ու խախտվում են։ Խաղաղության իրական միակ երաշխիքը ուժերի հավասարակշռության վերականգնումն է։ Խաղաղության իրական եւ միակ երաշխիքը դաշնակիցների առկայությունն է։ Ունենք մենք այդ դաշնակիցները, մենք այդ դաշնակիցների հետ ունենք ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրեր։ Սա է խնդիրը, սա պետք է արվի, սա է անհապաղ, որովհետև խաղաղություն դա ինչքան ուզում եք ասեք խաղաղությունը այլևս հաստատված է, միայն այն փաստը, որ սահմաններին այլևս փառք Աստծո չեն կրակում, դա ռեալ խաղաղություն չի։
Խաղաղությունը բանակն է, խաղաղությունը առաջին հերթին տնտեսությունն է։ Մենք Ադրբեջանի տնտեսությանը պարտվեցինք, Ադրբեջանի տնտեսությանը, Ադրբեջանի դաշնակից ունենալու ունակությանը, որովհետև առաջին պատերազմից հետո Ադրբեջանը գնեց տնտեսություն զարգացրեց, իսկ ձեր իսկ հիշատակած Ռոբերտ Քոչարյանը եկավ եւ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պարզապես ոչնչացրեց։ Դա է խնդիրը։ Այդ դա է մեր պարտության արմատը։ Այն պարագայում, երբ Ադրբեջանը խողովակաշարեր էր կառուցում, Բաքուջեյաներ կառուցում, միլիարդներ էր աշխատում ու դնում էր իր բանակի մեջ, մենք մեր բանակը կազմալուծում էինք, մենք մեր ազգային անվտանգությունը հանձնել էինք Ռուսաստանին, Ռուսաստանը պատերազմ թույլ չի տա, դա չէր մեր տրամաբանությունը, Ռուսաստանը ստատուս քվոն կպահի Արցախում։ Փոխվել է հիմա դա։ Դուք տեղյակ չեք, որ Արցախում այլևս հայեր չկան։ Չէ, ես նկատի ունեմ, որ մեր անվտանգությունը վստահել էինք Ռուսաստանին։ Հիմա այդ մտածելակերպը փոխվել է, այդ ուղղությամբ աշխատում։ Միանշանակ, իհարկե։ Իհարկե։ Գիտեք, դա չի փոխվել են իրողությունից ելնելով, որ մենք այսպես, չգիտեմ, պայծառատես դարձանք։ Դա բխել է այն իրողությունից, որ Ռուսաստանը թերևս հիբրիդային պատերազմ հայտարարել Հայաստանին։ Այն Ռուսաստանը, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները։ Այն Ռուսաստանը, որ գումարը տալիս ես, քեզ զենք չի տալիս։ Այն Ռուսաստանը, որ ընդհանրապես տարածաշրջանում ճանաչում էր միայն ռազմավարական դաշնակից, ճանաչում էր միայն մեկ երկիր, իրական գետնի վրա, թեպետ համաձայնագրեր, ասենք, չգիտեմ, հայտարարությունների, հրապարակային խոսքի մակարդակով մենք եղել եւ մնում էինք Ռուսաստանի դաշնակից ավելի։ Ռուսաստանի դաշնությունը թերևս որևէ պաշտոնյա չէր մնացել, որ անվերջ խոսեր հայ ժողովրդի շահերից ինչ է բխում, հայ ժողովրդի ինչ է ուզում, հայ ժողովրդի ինչ է երազում, հայ ժողովրդի ինչ պետք է անի։ Կա իրական քաղաքականություն եւ կա այդ հրապարակային քաղաքականությունը։ Հրապարակային քաղաքականության մակարդակով Ռուսաստանը գուցե նաեւ Ուկրաինայի բարեկամն է դեռ։ Բայց իրական գետնի վրա մենք պետք է վաղուց ընկալած լինենք այն պարզ իրողությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար բարեկամ երկիր չի, ելնելով իր վարած քաղաքականությունից, իր վարած քաղաքականությունից ելնելով։ Տիկին Ադամյան, իսկ հիմա իրավիճակը խաղաղության տրամաբանության մեջ է հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Միանշանակ։ Հատկապես Ալիևի մակում ունեցած ելույթը։ Ալիևի մակում ունեցած ելույթը նողկալի էր։ Ալիևը շարունակում է իր համար, իր, ինչ ասեմ, թե ներքին լսարանին ուղված, թե արտաքին լսարանին ուղված քաղաքականությունը։ Ալիևը փորձում է իր ժողովրդին համար մնալ են, չգիտեմ, միական նմանը եւ այլն եւ այլն եւ այլն, Նապոլեոն Բոնապարտը, թեպետ շատ ավելի մեծ քթով, իսկ արտաքին լսարանին Ալիևը փորձում է համոզել, Ալիևը փորձում է ապացուցել, որ տարածաշրջանում Ադրբեջանն է միակ կառուցողական, միակ զարգացում ապրող, միակ, այսպես միակ երկիր է։ Բայց ես կարծում եմ, որ Ալիևի ելույթը, նույնիսկ մակում ունեցած այդ նողկալի ելույթը, այնուամենայնիվ ուներ շատ հետաքրքիր շերտեր։ Ինչ էր ասում Իլհամ Ալիևը։ Իլհամ Ալիևը ասում էր, որ ինքը այլևս տարածաշրջանում խաղաղության կողմնակից է։ Որ իրենք Ադրբեջանն է առաջարկել այդ խաղաղությունը եւ զարգացումը եւ հաղորդակցությունների բացումը եւ այլն եւ այլն եւ այլն։ Գիտեք, եթե հանում ենք Իլհամ Ալիևի, ասենք, այդ օդիոզ բառապաշարը, դա կմնում է հենց այդ խաղաղությունը։ Բայց ես չեմ ուզում հիմա այսպես շեշտադրել Ալիևի ելույթին։ Ես ուզում եմ վերադառնալ օգոստոսի 8-ի համաձայնագրերին, որովհետև ի տարբերություն մինչ այդ եղած քննարկումների համենայն դեպս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին հաջողվեց գտնել այնպիսի մի տարբերակ, որը ներառում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։ Թերևս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը իսկապես կարողացավ այնպիսի գործարք անել, որտեղ ներառված են
թե Հայաստանի շահերը, թե Ադրբեջանի շահերը, թե Թուրքիայի շահերը։ Իսկ այդ շահերի ներառումը ենթադրում է այնպիսի խթան, որ դու ինքդ այլևս չես ուզի պատերազմել, որ քեզ է ձեռնտու, քեզ է շահեկան, թե քաղաքականապես, թե ֆինանսապես, քեզ է շահեկան, որ դու գնաս խաղաղությամբ, որ դու տնտեսություն զարգացնես, որ դու հարաբերություններ հաստատես, ճանապարհներ բացես ու սահմաններ բացես։ Դա է օգոստոսի 8-ի առավելությունը, օգոստոսի 8-ի երկրորդ առավելությունը այն է, որ անկախ նրանից Ադրբեջանը հաղթել է, Հայաստանը պարտվել է, թե չգիտեմ ինչ, Վաշինգտոնում երկու երկրները դիտվեցին ու դրվեցին հավասար հարթության վրա, այնտեղ հաղթած պարտված երկիր տրամաբանություն չկար, այնտեղ կար երկու հավասար երկրներ և երկու հավասար երկրներին տրվող հնարավորություններ, տրվող զարգացման շանսեր։ Մենք դա պետք է գնահատենք, մենք դա պետք է զարգացնենք, դա շատ ավելի կարևոր է մեզ համար, քան Ադրբեջանի համար։ Պարզապես անդադ Զանգեզուրի միջանցք ձևակերպումն է Ադրբեջանը օգտագործում, իսկ դա գիտեք ինչպես են կանում։ Դա շանայում էլ օգտագործեց, ստացավ Նիկոլ Փաշինյանի պատասխանը։ Գիտեք, և դրանից հետո այլևս չի օգտագործում, դրանից հետո ավելի բարձր մակի ամբիոնից։ Դա որևէ նշանակություն չունի։ Գիտեք, Իլհամ Ալիևը շատ լավ հասկանում է, որ դա մեզ համար կարմիր լաթ է, և դա հենց իմ ասած հիբրիդային պատերազմի բաղադրիչներից մեկն է, որովհետև ցանկացած մեկիս համար Զանգեզուրի միջանցքը արդեն թշնամական ակտ է։ Ցանկացած մեկիս համար։ Ոնց ուզում եք, մեկնաբանեք, բացատրեք, ինչ ուզում եք արեք։ Բայց իրականության մեջ Ալիևը Զանգեզուրի միջանցքը, որը մինչ այդ պատրաստվում է պարզապես գրավել, վերցնել իրեն ստացավ, չստացավ, չէ։ Իրականության մեջ Ալիևը Զանգեզուրի միջանցք երբևէ ոչ ունեցել է, ոչ ունի, ոչ էլ կունենա։ Սա է ճշմարտությունը։ Դե թող անընդհատ ասի Զանգեզուրի միջանցք, ինչ է դրանից ստանալու։ Իրական գետնի վրա դե ֆակտո ինչ է ստանալու։ Ստանալու են, որ այստեղ հայերը հերթական անգամ նյարդայնանալու են, հերթական անգամ ներքաղաքական ինչ-որ անկայունության փորձեր կանի։ Անխոչնդոտ ճանապարհ միայն այդ հատվածը մի ասեք։ Եվ փորձենք նաև հասկանալ, թե ինչ է նշանակում անխոչնդոտ ճանապարհը։ Ինձ որևէ մեկ այդ անխոչնդոտ ճանապարհի բանաձևումը չունի։ Բայց մենք հստակ գիտենք, որ այդ ճանապարհի վրա գործելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից բխող բոլոր կառույցները։ Այնտեղ եւ մաքսակետ է լինելու, այնտեղ Հայաստանի Հանրապետության օրենքներն են գործելու։ Եվ այդ անխոչնդոտին հաջորդում է փոխադարձ առավելությունները։ Մի անհասկանալի ձևակերպում, որ երկու կողք են դրվել։ Գիտեք ինչ է, եւ այդ անխոչնդոտը, եւ այդ առավելությունները, փոխադարձ առավելությունները, ես կարծում եմ աշխատանքային խմբերը, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետության երրակողմ այդ աշխատանքային խմբերը բոլոր որը դեռ չի ձևավորվել եւ չի աշխատում։ Ես չեմ կարծում, որ չի ձևավորվել եւ չի աշխատում։ Բացառում է։ Ինչքան այցեր են եղել թե Բաքու, թե Երևան։ Եկեք ֆիքսենք նաեւ այդ այցերը։ Ինչ հայտարարություններ են հնչել թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ Հարավային Կովկասը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար երկարաժամկետ ծրագիր է։ Ինչի մասին է խոսքը։ Գիտեք, ես զարմանում եմ, թե Հայաստանի Հանրապետությունում ինչու են գնում այն չարյաց մեծագույնի տարբերակով, այսինքն մենք այդքան վախեցած ենք, մենք այդքան թույլ ենք, մենք այդքան անզոր ենք, որ ամեն ինչի մեջ ընտրում ենք, որ գործելու է, լինելու է, իրականացվելու է վատագույնը։ Սա սխալ ծրագիր է։ Ոնց ուզում եք վերցրեք, սա սխալ ծրագիր է եւ սա սխալ քաղաքականություն է։ Մենք ոչ թե պետք է նստենք ու ասենք, այս ինչ անենք ռիսկային է, ինչ անենք ռիսկային է, այլ մենք պետք է գնանք ռիսկի եւ փորձենք առավելագույնը ստանալ այս իրավիճակից։
Ճիշտը այդ քաղաքականությունն է։ Հիմա մենք ոչ թե հիմա ձեզ հետ պետք է Ռոբերտ Քոչարյան կամ չգիտեմ ինչ քննարկենք, այլ մենք պետք է քննարկենք այն տարբերակները, թե Հայաստանի Հանրապետությունը այդ տրիպի շրջանակներում ինչ կարող է ավելի շատ ստանալ։ Այ մենք պիտի քննարկենք, դա պետք է լինի երկաթուղային ճանապարհ, ավտոմոբիլային ճանապարհ, պետք է լինի խողովակաշար, պետք է լինեն մալուխներ, առավելագույնը ինչ պետք է ստանանք, որպեսզի զարգացնենք ոնց որ հայ ամերիկյան հուշագրում էր կիսահաղորդիչները, արհեստական բանականությունը, հայկական այդ խաչմերուկը, մենք այս քննարկումների մեջ պետք է լինենք։ Այստեղ պիտի փորձենք մեր հնարավորությունները, մեր շանսերը համադրել։ Իսկ մենք անվերջ քննարկում ենք, բա որ Ադրբեջանն է, բա որ չգիտեմ Ռուսաստանը է։ Դե հիմա եթե այդ բավորի վրա վերցնենք, բավոր կարող ենք այսօր տուն չհասնենք։ Տիկին Ադամյանը 44-օրյա պատերազմի 5-րդ տարին է, ինչ փակ մնացած հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տրվեին պատերազմի հետ կապված։ Իսկ մենք ունենք որևէ բաց պատասխանված հարց։ Կարծում եմ չունենք։ Ինչ հարցերի պատասխան պետք է տրվեն։ Եկեք աղ չլցնենք մեր վերքերին։ Ես շատ ցավում եմ, որ մեր հարցազրույցը հենց այսօր է։ Բայց այնուամենայնիվ խոնարհումս բերելով բոլոր զոհերին, նրանց հարազատների ցավակցելով, կիսելով նրանց վիշտը թեպետեն վիշտն է, որ որևէ ձևով հնարավոր չի կիսել։ Գիտեք, եկեք հասկանանք, որ նրանց համար շատ ավելի կարևոր կլինի Հայաստանի Հանրապետությունը անխոցելի պետություն դարձնելը, որ իրենց մյուս որդիներին ոչինչ չպատահի, քան անվերջ քրքրել այդ վերքը, այս ոնց եղավ, այս ինչի եղավ։ Մենք երբևէ չենք ստանալու որևէ հետաքննություն, որևէ հետաքննիչ հանձնաժողով էսուեն չի ստանալու համապարփակ ճշգրիտ պատկեր այդ դժբախտության, որովհետև այդ դժբախտության հիմքը դրվել է հոկտեմբերի 27-ից։ Այ հոկտեմբերի 27-ից է մեր պետականությունը, 27-ին է մեր պետականությունը ստացել այն հարվածը, որից թերևս մինչև հիմա ուշքի չի եկել։ Որովհետև այդ ժամանակ մենք դադարեցինք լինել տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունեցողը, տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ պետությունը, այդ ժամանակ մենք կորցրեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունները այդ ժամանակ։ Այդ ժամանակվանից մեր պետությունը գնաց մի ճանապարհով, որը բերեց ու 2020-ին մտցրեց փակուղի։ Այս երկար ճանապարհի բոլոր զիգզակները բացատրելը մենք կարծում եմ իզուր ժամանակ կորցնել է նշանակելու մեզ համար, որովհետև մեր խնդիրը հիմա ոչ թե անվերջ անցյալի մեջ խրվել է, քրքրել է այդ անցյալը ու իսկապես վերքերի վրա աղլցնելը պետք է լինի, մեր խնդիրը այդ վերքերը սպիացնելը պետք է լինի։ Բայց պետք է պատասխանատվության ենթարկվողներ չլինեն, թե քաղաքական Դա ես կարծում եմ, որ մեր գործը չի, դրա համար կան իրավապահ մարմիններ։ Մենք ինչքան էլ ուզենանք, ինչ էլ ուզենանք, որևէ լծակ չունենք ձեր ասած պատասխանատվությունը կյանքի կոչելու համար։ Դրա համար կան իրավապահ մարմիններ եւ իրավապահ մարմինները թող զբաղվեն իրենց գործով։ Ես կարող եմ քաղաքական ծրագիր առաջարկել։ Ես կարող եմ երկիրը առաջ տանելու, տեղապտույտից անելու քայլ առաջարկել։ Ես չեմ կարող որևէ մեկին, չունեմ այդ լծակը պարզապես, որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու։ Սա է խնդիրը։ Եվ իշխանությունը հիմա մի նախագիծ է շրջանառում, որով առաջարկում է զոհված զինծառայողների հիշատակի օր սահմանել հունվարի 27-ը, խորհուրդ է դնելով նրան, որ հաջորդ օրը բանակի օրն է,
կնշեն հա բանակի օրը Հայաստանի հարատևության ենթադրում եմ այդ խորհուրդն է դուք սա ինչպես եք մեկնաբանում այսինքն ընտրել մի օր որը կապ չունի որևէ ռազմական գործողության հետ Թերևս կարծում եմ որ ճիշտ են անում տեսեք եթե ռազմական գործողության հետ կապված որևէ օր ընտրվի որևէ կոնկրետ օր անջապես հարց է ծագելու ինչու այսօրը ոչ թե այսօրը Օրինակ ինչու ոչ ասենք սեպտեմբերի 27-ը, ոչ սեպտեմբերի 27-ը, այլ սեպտեմբերի 17-ը կամ սեպտեմբերի 19-ը, որտեղ մենք այս վերջին շրջանում ենքան ամսաթվերի մեջ հիմնականում սեպտեմբերին ենքան կորուստներ ունեցանք, այդ չեզոք օրի ընտրությունը շատ ճիշտ է և շատ ճիշտ է, որ բոլոր պատերազմների զոհերին է դա վերաբերում, բոլոր պատերազմների ես կարծում եմ դա վերաբերում է նաև 1994-ի Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին և դա ճիշտ պրակտիկա է, մեկ օր ընտրելը իսկ ինչու ոչ 27 հունվարի 27-28-ը համադրելը, ինչու ոչ Ինչ փաստարկներ կա դրա դեմ Դա ինչ զգացողություն է առաջացնելու այն հայի մոտ, որը պետք է գնա եւ խոնարհվի հայրենիքի համար զոհված մարդու Հայրենիքի համար զոհվածներին խոնարհվելու համար առանձին օրեր պետք չեն Այդ խոնարհում պետք է ամեն օր լինի Բայց դա պետք է պետությունը հռչակում է մեկ օր հանգիստ կարելի է այդ օրը բոլոր արարողակարգերով մշակել արարողակարգեր և այդ օրը դարձնել իրոք խոնարհումի օր ինչու ոչ Բայց փոխարենը հաջորդ օրը իսկապես նշել բանակի օրը բացարձակապես այլ արարողակարգով ցույց տալու համար ինչի գնով ունենք հասել Գիտեք մեր պետության թերևս ամենաթույլ կողմերից մեկը մնում է նաև արարողակարգը որովհետև մենք չունենք իմաստավորված արարողակարգեր մենք ունենք իրադարձային և իրավիճակային արարողակարգեր պարզապես բայց մենք մեր արարողակարգերի մեջ ինքնիշխանության տրամաբանությունը չենք դնում Եվ մենք չունենք նաև թերևս Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների բնորոշ ամենամեծ թերությունը մենք չունենք քարոզչական համակարգ տվյալների կուտակման, տվյալների մշակման կենտրոն չունենք, որը կմշակի այդ քարոզչական քաղաքականությունը։ Հիմա ով չի ալարում խոսում է հիբրիդային պատերազմից Եվ ակամայից գուցե նաև դառնում է այդ հիբրիդային պատերազմի զինվոր, բայց մենք հաշվի առնում ենք, որ ժամանակակից աշխարհում այս երրորդ համաշխարհային պատերազմը հիբրիդային պատերազմի տեսքով վաղուց սկսվել և շարունակվում է, և քանի դեռ պատերազմ է, մենք այդ պատերազմելու մարտավարություն պետք է ունենանք։ Ինչքան կարելի է այդ մասին խոսել, Ինչքան կարելի է այդ հարցը բարձրացնել և ստանալ պատասխան կամ նպատակահարմար չէ, կամ մշակվում է, կամ և այլն, և այլն, և այլն։ Դա պետության համար է, սա որևէ մեկի, որևէ կուսակցության, որևէ, չգիտեմ, ընդդիմության, իշխանության և այլնի հարցը չի, սա պետության հարցն է։ Պետության պաշտպանության հարցն է, պետության անվտանգության հարցն է, բոլոր այդ կիբեր հարձակումներից, բոլոր այդ հիբրիդային հարձակումներից, դա գերկարևոր խնդիր է, իսկ մենք այդ խնդիրը ընդհանրապես անտեսում ենք։ Ես կարծում եմ, որ դուք ձեր հարցազրույցներում հրաշալի կլինի, եթե այդ հարցը բարձրացնեք, դուք դրանով Հայաստանի Հանրապետության անվտանգության շատ մեծ նպաստ կբերեք։ Տիկին Ադամյան, և նոյեմբերի 9-ը այդ եռակողմ հայտարարության 5-ամյակն է, կա գոյություն ունի այդ հայտարարությունը և եթե հա, ապա Երևանը ինչ պետք է անի դրանից Ես կարծում եմ, որ 2025-ի նոյեմբերի 9-ին
Կամ նոյեմբերի 10-ին լուսաբացին այդ հայտարարությունը եռակողմ դադարում է գոյություն ունենալ, որովհետև եթե հիշում եք այդ հայտարարությունը եռակողմ հայտարարությունը 5 տարի ժամկետով էր։ Հայտարարությունը թե հայտարարության Գործողության ժամկետը 5 տարի էր սահմանված։ թե հայտարարություն մեջ նշված էր, որ խաղապաները 5 տարով պետք է բան անեն։ Հայտարարությունը 5 տարով էր։ Եվ ես Այսինքն, չեմ կարծում, որ 5 տարի- կողմերից որևէ մեկը հիմա այդ հայտարարությունը, բացի թերևս Ռուսաստանից, կողմերից որևէ մեկը հիմա այդ հայտարարությունը երկարացնելու, նրա կյանքագործունեության ժամկետը երկարացնելու որևէ իմաստ կտեսնի։ Այսինքն Թեկուզ եթե նույնիսկ դա վերաբերի խաղաղապահներին, ինձ կհիշեցնեք որտեղ են այդ խաղաղապահները, ինչ հանգամանքներում, ինչպես եւ ինչու հեռացան։ եւ եթե չհայտարարի օրինակ Երևանը, որ հրաժարվում է, դա ինչ վտանգներ կառաջացնի, թե ընդհանրապես դա էլ ինչ որ նշանակություն չունի։ Ես կարծում եմ որևէ հայտարարության կարիք էլ չկա։ Ժամանակը սպառվել է վերջ։ Գիտեք, Երևանը այնքան հայտարարություններ ունի անելու, մասնավորապես հապկից դուրս գալը, մասնավորապես վերջին հաշվով ինչից սկսեցինք մեր խոսակցությունը, Երևանը վերջապես պետք է կողմնորոշվի եւ ասի, թե ով է երկրորդ ատոմակայանը Հայաստանի Հանրապետությունում կառուցելու։ Երևանը վերջապես պետք է կողմնորոշվի եւ հստակ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրեր կնքելու հիմքեր ստեղծի թե Ֆրանսիայի հետ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մենք այսքան խոսում ենք տրիպից, բայց չենք դնում այն ասպեկտը, իսկ ռազմաքաղաքական համագործակցության ինչ հնարավորություններ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Համենայն դեպս եթե այդ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում է, որ պատրաստ է համագործակցությունը խորացնել, անհամբեր է համագործակցությունը խորացնել։ Իսկ մենք շարունակում ենք ինչ որ բուն Հայաստանի կենսական օրակարգի հետ անկապ հարցեր քննարկել։ Դե Նիկոլ Փաշինյանը առավել կարևոր գործերով է զբաղված, օրինակ ՄԿՕ-ի ներկայացման միջամտել, բովանդակությունը փորձի հարմարեցնել իր ՔՊ-ի օրակարգին, բերել մի նախագիծ, որով ասում է այ գրական ստեղծագործություններում, ֆիլմերում թշնամիներից վրեժ լուծելու սցենարներ չդնեք, ներկայացումներում պատերազմի ճանապարհով օկուպացված տարածքներն ազատելու հարց չդնեք, թե չէ պետությունը չֆինանսավորի, այդպիսի կարևոր հարցերով է Նիկոլ Փաշինյանը զբաղված։ Դուք հիշում եք Հռոմեական կայսրության լեգիոնների պատմությունը։ Գիտեք, մեկ լեգիոնում ինչքան զինվոր կար։ Ասեմ 5000 եւ 5 շերտ ունեին այդ լեգիոնները, որքան էլ տարօրինակ է, առաջին շարքում նորակոչիկներն էին, երկրորդ շարքում նրանց մի քիչ ավելի փորձություն անցած հրամանատարներն էին, երրորդ շարքում հրամանատարներ էին, չորրորդ շարքում սենատորներ, 5-րդ շարքը մատյան գունդներ, եթե կարելի է այդպես անվանել։ 5-րդ շարքում այն զինվորներն էին, որոնց պետք չէր հրաման տալ, նրանք անմահների գունդն էին, որովհետև եթե նրանք էին զոհվում, ուրեմն լեգիոնը ոչնչանում էր։ Լեգիոն պարզապես գոյություն չուներ այդ պարագայում։ Եվ գիտեք այդ 5-րդ անմահների գունդը ուրիշ կերպ ոնց էր կոչվում։ Ինտելիգենտներ։ Կարծում եմ ձեր հարցին պատասխանեցի։ Շնորհակալություն Տիկին Ադամյան հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։